Առաջին գլխացավանքը կարող է պատահել հենց ամանորի սեղանի շուրջ, դե պատկերացրեք, ամանորը դուք էլ ավանդական ընտանիքի տեր բազմաթիվ հարազատներ, ընկերներ ու գործընկերներ ունեք, ու նրանք էլ հայավարի որոշում են հյուր գալ բոլորը նույն ժամին, առանց զգուշացնելու։ Հայկական հյուրասիրություն եմ ասել, դե արի տակից դուրս արի։ 50-ամյա ավետիսը նման իրավիճակում արագ է կողմնորոշվում, ապավինում է կնոջ հմտությանն ու Թամադայի իր հնարամտությանը։ Սեղանակը նստենք, հայ ժողովուրդեն մի թեմայով կզրուցենք, էլի ամանորյա թեման ինչ պետք է լինի։ Երբ ամանորի սեղանի շուրջ տղամարդիկ են, խոսքից խոսք է բացվում, կենացից կենաց, կենաց չխմել չես կարող, ամոթ է, ու եթե խմել չգիտես, հաջորդ օրը նոր տարու սեղանը էլ աչքից չի գա։ Այստեղ արդեն միակ ելքը փորձված թանն է։ Մածնի ու ծեծած զավարի պարզ համադրությունը կօգնի, որ ամանորը ձեզ համար չվերջանա, ասենք հունվարի 1-ին։ Վատագույն դեպքում կգնաք շնորհավորելու տոքսիկոլոգիայի բաժանմունքի բժիշկների նոր տարին։ Ալկոհոլը ընդհանրապես չպետք է չարաշահել եւ չխառնել իրար։ Դրանից կարող են առաջանալ արտահայտված ինտոքսիկացիաներ։ Իսկ եթե ճանաչել եք չափը, բայց փոքրինչ գինով ցած եք ու որոշել եք հյուր գնալ, զգուշացեք, ամանորի մյուս գլխացավանքը դարանակալել է դրսում։ Մերկասառույցին չսայթակելու բազմաթիվ միջոցներ կան։ Հեռավոր գյուղերում օրինակ կոշիկի վրայից գուլպա են հագնում։ Ոչկակար Արմենն ավելի քաղաքակիրթ մեթոդներ է առաջարկում։ Կրունկն ու թաթը կարելի է ռեզին խփել ու չի սղա։ Իսկ ամենամեծ գլխացավանքը տոնական նվերի ընտրությունն է։ Եթե տանը երեխաներ կան, ինքնախաբեությամբ մի զբաղվեք։ Քաղցրավենիքի բաժին այցելելու փոխարեն նվերները գնեք էլեկտրատեխնիկայի խանութներից։ Տիկին Անահիտի թոշակը բավարար է եղել կատարելու բոլոր թորնիկների ցանկությունները, բացի մեկից։ Ասեց, որ տատիկս երկար ապրի։ Երբեք չմեռնի, չեմ կարող տալ իրան, չեմ կարող նվիրել դա։ Ու որպեսզի ամանորյա գլխացավանքը չշարունակվի նաև տոներից հետո հիշեք, ամանորը ավարտվում է մի քանի օրից, իսկ աշխատավարձ ստանալու եք փետրվարին։